Վերջինիս նկատմամբ որպես խափան միջոց կիրառել վարչական հսկողությունը վարչական հսկողություն Ես անկեղծ շատ հուզված եմ, որ մեր արժանապատիվ ժողովուրդը ընդվզեց այդ ամեն ինչին, տեսնելով այնքան ակնհայտ է, որ այստեղ ահաբեկչություն չկա, այնքան ակնհայտ է, որ ապօրինի մեզ պատժի են ենթարկում, սա խափանման միջոց չէր, սա պատժի ձև էր։ Դատարանն այսօր փոխեց իր մեկ շաբաթ առաջ կայացրած որոշումն ու կալանքից ազատ արձակեց ահաբեկչության ու իշխանության յուրացման փորձի գործով միակ կին մեղադրյալ Լիդիա Մանթաշյանին։ Եռամսյա կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ ու 2.5 միլիոն դրամ գրավով։ Անցած մեկ շաբաթում գլխավոր դատախազության դիմաց նստացույց անցկացվեց նրա ազատության համար։ Իրավապաշտպանները խիստ քննադատեցին Մանթաշյանին կալանքի տակ պահելու որոշումը։ Ապօրինի պատժում են մեզ մեր քաղաքական հայացքների համար, նույնիսկ քրեական գործի մեջ գրել էին առաջի դատական նիստին քննիչը ասեց, ասում է Լիդիա Մանթաշյանը գաղափարական թշնամանք ունի գործող իշխանությունների հետ, այդ պատճառով խնդրում ենք ասենք իրան տանել 2 ամիս կալանքի։ 39-ամյա անդիմադիրն ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից 3 օր ունի գրավի գումարը հավաքելու համար։ 5-ամսյա բանտարկությունից հետո ազատության առաջին րոպեներն անցկացրեց հարազատների ու ընկերների հետ գրկախառնություններով։ Տեսեք, եթե քրեական գործը կարդաք, կհասկանաք, որ լրիվ ջուր է այնտեղ նշված ամեն ինչը, ծուխ եմ փորձարկել Շարբաթյան Մովսեսի հետ։ Այն ծուխերից, որ մենք օգտագործել ենք հանրահավաքների ժամանակ։ Փորձել ենք հասկանանք այդ նոր ծուխը, որ բերել են, ինքը ինչքան վայրկյան է պահում։ Վայրկյանաչափ պահել ենք, ծուխ ենք փորձարկել։ Ազատության հարցին էլ ինչի համար են իրեն մեղադրում, պատմեց, որ իրավապահները նոթատետրն են արգրավել, ծանոթացել դրա բովանդակությանն ու գրառումները որակել հանցագործություն։ Որտեղ ասենք շատ անձնական բաներ կան։ Իմ մտորումներն են գրած, կա որ փողոցում մարդիկ հանդիպել են, ասել են Սրբազանին խնդրում ենք մի բան փոխանցի, մարդկանց չնեղացնելու համար ու ցույց տալու ինչքան կարևոր բաներ են ասում։ Ասենք նոթատետրս բացել եմ, գրել եմ, ասել եմ հա եղավ, անպայման կփոխանցենք Բագրատ Սրբազան։ Ինչ փոխվեց այս մեկ շաբաթվա ընթացքում։ Դատախազները, որ անցած շաբաթ դեմ էին Մանթաշյանի ազատ արձակմանը, այսօր ընդունելի համարեցին փաստաբանների հիմնավորումներն ու մտահոգությունները եւ առաջարկեցին կիրառել բացակայելու արգելք գրավով։ Ընդունելի համարելով պաշտպանական կողմի բարձրացված իրավական առումով, բացառապես իրավական առումով բարձրացված մտահոգությունները կամ հիմնավորումները, պատվարժան դատարան այլընտրանքային խափանման միջոցները ներկա իրավիճակում այս ամբողջ քննարկումների արդյունքում գտնում ենք, որ իզորու են ապահովել մեղադրյալի իրավաչափության ռիսկերը պայմաններ ինչ որ նախանշված են եղել։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանի խոսքով անցած մեկ շաբաթում հարյուրավոր քաղաքացիներ միացան Մանթաշյանի ազատության պահանջին։ Դատախազներն էլ ընդունեցին, որ կա իրավաչափության խնդիր։ Այսինքն համաձայնելով իրավական փաստարկներին, որ այլևս տարբերակված մոտեցում է առկա եւ օրենքի եւ դատարանի արչեւ հավասարության սկզբունքն է խախտվում նաեւ այս պարագայում, իրավաչափության պայմանը խախտվում է, բայց ես վստահ եմ, որ այս դիրքորոշումը այսպիսին չէր լինի, եթե չլիներ այս հանրային մեծ արձագանքը։ Բագրատ arczepiskopos Գալստանյանը Մանթաշյանի ազատ արձակման որոշումից հետո թեև հայտնեց իր ուրախությունը, բայց եւ պնդեց այն, ինչ տեղի ունեցավ, անընդունելի է։ Դուք այսօր փաստեցիք, որ ոչ թե արդարադատությունն ու արդարությունն է գործում, այլ գործում է նպատակահարմարությունը։ Եվ սա ցցուն արտահայտություն է։ Տավուշի թեմի նախկին առաջնորդն ու նրա 17 համախոհներն այս քրեական գործը համարում են շինծու, մինչդեռ իրավապահները ընդհուպ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պնդում են, ահաբեկչության ու իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մասին վկայում են նաև արգրավված հրավտանգ նյութերը, զենքերը, երթևեկությունը խաթարող պարագաները։